Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Պարոն Սուրենյանց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ թափանցիկ է, օրինակ սրտիկներ է անում եւ դա պարապում է այսպես տարբեր sense նշաններով, պարապում է անգամ հանրության մոտ, այդքան հրապարակային է, գոտին անգամ մարդը ծակել է տալիս հրապարակային հանրության մոտ ու պարզվեց բավականին նիհարել էր, որովհետեւ 3 ծակ էր արդեն արել։ Այս թափանցիկ ժողովրդավար հրապարակային վարչապետից ինչ եք ուզում որ բողոքում եք։ Գիտեք, թափանցիկությունը օջախապետության կամ այդ կենցաղի գրեկ մատուցման հետ կապ չունի։ Դա բաներ է, որ ընդհանրապես պետք չի ցուցադրել այդ ձեր ասածները, որովհետև նիհարելը, չաղանալը, կամ հաց ուտելը, ուտելը, հա, դրանք չցուցադրվող բաներ են, այնուամենայնիվ ցանկացած մարդ անկախ կարգավիճակից ունի անձնական կյանքի այնպիսի դրվագներ, որոնք հազիվ թե հասարակությանը հետաքրքիր են։ Ինքը դրանով ուզում է ցույց տալ, որ սովորական մարդ է։ Մի քանի տասնյակ հազար այդպիսի քաղաքացիներ էլ ունենք, որ հաստատ այդ նայելուց ասում են դե մերպես մեկն է։ Հա, տեսեք գնացել է վարպետի մոտ, գնացել խեղճ վարպետի մոտ, հա։ Իրականում իշխանությունը չափազանց ոչ թափանցիկ է սկզբունքային հարցերում։ Օրինակ, շատ կուզենայի այդ թափանցիկությունից լիներ եւ պարզվեր ինչու են ապօրինի գաղտնալսում մարդկանց։ Օրինակ, դա շատ հետաքրքիր հարց է ու դա պիտի հասարակությանը հետաքրքրի։ Օրինակ, ես չգիտեմ Նաթան արքեպիսկոպոսը ինչով էր արժանացել նման բծախնդիր վերաբերմունքի, հա, որ նրա տարբեր հեռախոսազանգեր ձայնագրեն, հետո դա դարձնեն քրեական գործի հիմք եւ այլն եւ այլն, կամ այդ նույն թափանցիկությունից կուզենայի ունենայինք եւ հասկանանք ի վերջո ինչ պարամետրերով է թրիպը շահագործվելու այդ ճանապարհը, հա, որ հարցերում որ պիտի իշխանությունը թափանցիկ լինի, հաշվետվություն տա։ Եվ հաշվետվություն տա հասարակության այդ հարցերում իրենք բացարձակապես հաշվետու չեն։ Բայց այդ հարցերում, որոնք այն մյուս հարցերում, որ դուք հիշատակեցիք, որ թափանցիկությունը նույնիսկ գրեկաբանության է հասնում, այդտեղ իրանք շատ թափանցիկ են։ Այսինքն կոշիկները հյուրասենյակի մեջտեղում դնելը, պարապելը, ցույց տալը, լոբի մաքրելը, ճաշեփելը, ձվածեղ անելը, սոխ կտրտելը, դրանք այդ հարցերում թափանցիկ կարող են ներկայացնել, բայց երբ որ ասես կառավարական տան ծախսերը հրապարակայնացրու, Բայց ծախսերն է կարևոր, որտեղ մեր հարկերից ծախսվող գումարի հարցում մենք պետք է հետևողական չենք։ Բացարձակապես ինչ չի հետաքրքրում այդ գոտին վարչապետին ինչ գոտի է կրում կամ քանի ծակ կա, կամ որ վարպետի մոտ գնաց կամ նիհարա թե ոչ։ Այսինքն այդ հարցերը գիտեք, աշխարհում տարբեր ղեկավարներ իհարկե տես բաների վրա են ուշադրություն դարձնում կամ այդ ձևի բաներ են ցուցադրում, բայց դա չի համարվում հաշվետվողականության կամ թափանցիկության մաս։ Ավելի շատ անձնական մոտեցման խնդիր է եւ բացարձակապես լուրջ հասարակություններին այդպիսի բաները չպետք է հետաքրքրեն։ Դուք ձայնագրություններից խոսեցիք, Նաթան արքեպիսկոպոսի ձայնագրությունից, այդ ձայնագրության, գիտեք, այդ աղմկահարույց ձայնագրության դրվագով քրեական վարույթ է հարուցվել եւ այլն, բայց այս պատմության մեջ ինձ համար խնդրահարույց է եւ կուզենամ նաեւ ձեր կարծիքը լսել այն հատվածը, որ այդ ձայնագրությունը փաստորեն վաղուց է, այսինքն 2023-ի խոսակցության մասին է, ընդ որում այդ Տեր Արամը, որը խոսում է ցույցերին հարկադրելու մասին, 2021-ի ցույցերի մասին նոր որոշել է Պետրոս Ղազարյանի մոտ հաղորդմանը 2025 թվին հայտնել։ Այս բանը, որ հին թվերի եղածը հիմա ջրի երես են հանում, դուք ինչի հետ եք կապում։ Ասենք դա նշանակում է նախ շատ վտանգավոր մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու պահից սկսած բոլոր ակտիվ մարդկանց թիրախավորել է, այսինքն ձայնագրություններ կան, երևի հետևել են, երևի ժուճոկներ են տարբեր տեղեր դրել նաև, այսինքն սա վկայում է դրա մասին, այսինքն ստեղծում են պապկեք, որ հետո ըստ անհրաժեշտության օգտագործում են։
Դա շատ վտանգավոր բանի մասին է խոսում, դա խոսում է այն բանի մասին, որ մենք դեմոկրատների քողի տակ ունենք իսկական ավտորիտարներ կամ ֆյուրերիկներ կամ բռնապետներ, որոնք քաղաքական իշխանությունը շփոթում են հետապնդման գործիքի հետ։ Եվ դրա մասին է խոսում, ընդ որում առաջի դեպքը չի, որովհետև մենք գիտենք, որ նման համենայն դեպս մամուլում խոսակցություններ կային, որոնք չհերքվեցին։ Հիշում եք, երբ որ պատերազմից հետո ՔՊ-ից արտահոսք սկսվեց, հետո այդ արտահոսքը կանգնեց, թե ոմանք ասում էին մենք հեռանալու ենք եւ այլն, հետո պարզվեց, մամուլը ամենայն դեպս այդ մասին գրում էր, որ կոմպրոմատների ուժով են այդ մարդկանց պահել։ Մասնավորապես Լուսինե Բադալյանին, օրինակ ինքը բացահայտորեն խոսել էր այն մասին, որ հեսա ՔՊ-ից հեռանալու է, բայց էվոլյուցիան բերեց նրան, որ հիմա ՔՊ-ի ամենամոլերանտ, ջերմեռանտ պաշտպաններից մեկն է դարձել։ Այսինքն սա խոսում է ժողովրդավարության տապալման մասին եւ կհամարձակվեմ ասել, որ այս հարցում նախկիններին գերազանցել են ներկաները, որովհետև նախկինները համենայն դեպս ինչ-որ հարցերում տաբուներ ունեին, հա? Օրինակ նույն եկեղեցու հարցում կամ այլ հարցերում տաբուներ ունեին, անձնական կյանք չմտնելու հարցում։ Հիմա այդ բոլոր տաբուները ոչնչացվել են եւ ի՞նչն է հետաքրքիր, տեսեք, ձայնագրությունը մատուցվում է եւ քրեական հանցագործություն է ներկայացվում մի երևույթ, որը շատ հանգիստ կարող ենք համարել, օրինակ զրույց եկեղեցու կարգապահական հարցերի շուրջ։ Չէ՞։ Այդ ցանկացած կուսակցություն ներսում էլ եթե ներսում ձայնագրություններ լինի, նման զրույցներ կարող են լինել։ Բայց սա ասես մի կտորով ներկայացվում է հասարակությանը, ակնհայտորեն պատրաստվում է շատ լուրջ գրող եկեղեցու դեմ կամ դրա հերթական արարներից մեկը, հիմա քարոզչական ֆոն է ստեղծում, սա ակնհայտ է, ինձ համար ակնհայտ է։ Հետո էլ փորձում են հաղորդագրությամբ պատրանք ստեղծել, իբր կաթողիկոսին չեն թիրախավորում։ Բոլորս գիտենք այդ մանիպուլյացիան ինչ է կանում։ Բոլոր քրեական գործերները սկզբում փաստի արդիվ հարուցում են։ Իհարկե, հա, անձի դեմ։ Հետո օրենքով սահմանված կարգով 7 օր թե 10 օր, չգիտեմ այդ օրենքով սահմանված ժամկետը, արդեն կոնկրետ ֆիգուրանտ է հայտնվում այդ գործում։ Հիմա եթե այդ հոդվածով եք հարուցել, բնականաբար այդ գործում ֆիգուրանտ պիտի դառնա կաթողիկոսը, որովհետև նրա մասին է զրույցը։ Այո, իր անունն է շրջանառվում։ Պարոն Սուրենյան, տեսեք, նույն Տեր Արամը, որը հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ իրեն հարկադրել են ցույցերին մասնակցել, որից հետո պարզվեց Դանիել Հովհաննիսյանը հենց դա հիմք ընդունելով հաղորդում էր ներկայացել դատախազությանը, ասել էր գործի անցեք, տեսեք ինչ եք անում եւ այլն։ Հիմա այս դրվագով Դանիել Հովհաննիսյանին գործ տվող բանարեցին, որակեցին Տեր Արամին Հուդա, ձեր համար նա Հուդա է, նա գործ տվող, թե ոնց է։ Գիտեք, ես եկեք այդ շատ խիստ բառերից ձեռնպահ մնամ, բայց առնվազն այդ քահանան Արամը բարոյական սկզբունքների հետ խնդիր ունի։ Հիմա մեկի ճաշակով կլինի իրան Հուդա անվանել, մեկը կարող է համարել, որ նա եկեղեցու կանոններին դեմ է գնում։ Արդեն ստեղ ցանկացած մեկը նրա կերպարի մեջ կարող է գտնել տարբեր բնորոշումներ կամ հատկանիշներ։ Ինձ համար դա բացարձակ անընդունելի վարքագիծ է մի քանի պատճառով։ Նախ մի քիչ սիրուն չի, որ տղամարդը այդքան կոտրվող տեսակ է ներկայանում, որովհետև ստացվում է իրան տարբեր փուլերում կարող են հարկադրել։ Հիմա էլ ենթադրում եմ, որ իշխանությունն է օգտագործել։ 2021-ի մասին էր խոսքը, այսինքն ինքը արել է դա։ Այո, հիմա էլ ստացվում է, որ իրան իշխանությունն է օգտագործում։ Ցանկացած տղամարդ այդքան քշվող չպիտի լինի, գոնե ինքը պիտի դրա մասին մտածել։ 1. Երկրորդը մեր եկեղեցին բավականին դեմոկրատիկ կառույց է, հենց կաթողիկոսի ընտրությունն էլ ունի շատ դեմոկրատական է մեր մոտ, եթե համեմատենք օրինակ այո, բանն էլ է, չէ, աշխարհիկ մասն էլ է մասնակցում, հա։ Ես չեմ կարծում, որ եկեղեցին ներսում ինքը այդ հարցերը չէր կարող բարձրացնել։
Մանավանդ որ եկեղեցում էլ այնպես չի որ բոլոր հարցերում միակարծություն։ Եվ երրորդը այդ ինչպես պատահեց, որ դարձի եկավ ճակերտավոր քահանան այդ եւ դա համընկավ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ։ Ինքը դարձել է Նիկոլ Փաշինյանի գրպանի քահանան։ Սա մեկ։ Ինչ վերաբերում է Դանիել Հովհաննիսյանին։ Գիտեք, մենք մարդկանց մի սեգմենտի սխալմամբ ենք կոչում քաղաքացիական հասարակություն։ Դրանք դասական գրանտակերներ են եւ ժամանակը կգա օտարերկրյա գործակալների մասին Հայաստանում էլ օրենք ընդունվի, կարծում եմ դրա անհրաժեշտությունը կա։ Մեր հարևան Վրաստանում համենայն դեպս կտան դրա անհրաժեշտությունը, որովհետեւ այս մարդիկ ընդհանրապես ծառայում են ինչ-որ շահերի, որը դեմոկրատիայի մարդու իրավունքների պաշտպանության հետ որևէ կապ չունի։ Եթե նա նույն հետևողականությամբ, օրինակ, հաստեր նրան, որ լեզու կտրողի դեմ գործառուցվեր ու չկարճվեր ձեր դեմ ակնհայտ բան եղավ, չէ, վիրավորական արտահայտ, բայց նա լծվեց նրանց պաշտպանելու իհարկե, այսինքն եթե նա բոլոր դեպքերում նման հետևողականություն ցուցաբերիր, ես կհամարեի, որ սկզբունքային մարդ է եւ նրա համար կարեւորություն չունի, թե ով է իրավախախտը կամ օրինախախտը։ Օրինակ իրան պահեր այնպես, ինչպես հարգարժան Ժանա Ալեքսանյանն է պահում, որը իրապես քաղաքացիական հասարակություն է։ Բայց ակնհայտ է, չէ, որ մենք գործ ունենք իշխանության ու այդ սեգմենտի սև տաշման հետ, ու Նիկոլ Փաշինյանը ամենադաժանն է իրանց հանդեպ։ Ասում է ինչի՞ պիտի ես միայն փչանամ, դուք փող աշխատեք։ Փչացնում է։ Հա, իհարկե, ընդհանրապես բռնապետական իշխանությունները մի հատ հատկություն ունեն։ Իրանք ամեն ինչ անում են, որ հասարակության լայն շերտեր փչանան։ Որտեվ այդ նոր խոսեցինք, չէ, կամբրամատների ուժով հասարակության տարբեր խմբերի կառավարելը շատ հեշտ է։ Բայց պետք է այդ մարդկանց մենք այլևս քաղաքացիական հասարակություն չանվանենք, որտեվ ոնց որ են պսևդո արևմտամետ ուժեր կան, որոնց շատ վաղուց ես արևմտամետ ուժեր չեմ համարում, գիշ կապ ունեն արևմտյան արժեհամակարգի հետ այդ մարդիկ։ Օրինակ Երևանի քաղաքային կոալիցիան այդ ինչով արևմտյան չափանիշներին համապատասխանում։ Կարմուշկի շուրջ կոալիցիա է։ Թե դա արևմտյան արժեք է դարձել։ Կամ ընդհանրապես պրիմիտիվ հակառուսականությունը, կամ նիկոլապաշտությունը, ի՞նչ կապ ունի արևմտյան արժեհամակարգի հետ։ Արևմտյան արժեհամակարգի կրող դուք եք, ես եմ։ Ու դա ընդհանրապես պետք չի աշխարհահայացքային կողմնորոշումը վեկտորի հետ շփոթել։ Համաձայն եմ։ Պարոն Սուրենյանց, վերադառնանք էլի եկեղեցու թեմաներին, հա։ Այս ամբողջ աղմուկից հետո, եկեղեցու դեմ արշավից հետո շատ խնդրահարույց բան տեղի ունեցավ։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին Արամ Ակաթողիկոսը նվեր էր ուղարկել Փաշինյանին գիրք, բացի այդ իր ջերմ ողջույններն էր ուղարկել Փաշինյանին։ Սա մի քիչ տարբեր հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ինչու էր Արամ Ակաթողիկոսը նման բան անում այս ֆոնին, երբ որ գիտեր, որ եկեղեցու դեմ արշավի կազմակերպիչը գլխավոր հովանավորը, այսպես ասած, Փաշինյանն է։ Տեսեք, այդ թեման ես անդրադարձել եմ, բայց անդրադարձել եմ լավատեսական շեշտադրումով։ Ես շատ կուզեմ, որ սխալված չլինեմ, եւ շատ կուզեմ, որպեսզի Արամ Կաթողիկոսը իսկապես ռացիոնալ նպատակով միջնորդի դեր ստանձնած լինի, որտեղ ի վերջո նման հեղինակավոր մեկը պիտի մի օր նման միջնորդություն անի։ Այս բանը հակապետական, հակասոցիալական վիճակը երկար չի կարող շարունակվել։ Սա մի վերսիան է, հա, ընդունենք սա լավատեսական վերսիա։ Աստված չանի, եթե ընդդիմության շատ հարգելի գործընկերների այն մտահոգիչ վարկած է իրականություն լինի, որ այստեղ կա գործարք, որովհետև դա եւ եկեղեցուն կվարկաբեկի։ Իհարկե։ Եվ շատ ցավալի
հետևությունների տեղի կտա։ Համենայն դեպս ես շատ ուզում եմ, որ իմ նշած վարկածը, ինչի մասին ես բարձրաձայնել եմ։ Եկեք ասենք, հա, մեզ դիտողներ, ես իհարկե կարդացել եմ ձեր Իմ տրամաբանությամբ, ձեր տրամաբանությամբ բարիշացնելու համար է, այսպես ասած, փորձում է բարիշացնել կամ միջավայր ստեղծել, որտեղ էս անտագոնիստական հակաեկեղեցական արշավը կդադարի։ Բայց գիտեք, էդ էլ շատ կոնկրետ ժամանակի մեջ պիտի դրսևորվի։ Օրինակ, եթե միջնորդություն ես արել, բայց չի դադարում հետապնդումները եկեղեցու դեմ, ուրեմն դրան պիտի հետևի շատ խիստ գնահատական։ Միջնորդը ի՞նչ է։ Միջնորդը իր առաքելության հաջողության պարագայում այլ գնահատականը հնչեցնում, եթե ձախողվել է միջնորդությունը, խստացնում է գնահատականը կամ տվյալ դեպքում իշխանությանը պիտի տա շատ հասցեական գնահատական։ Այսինքն շատ ճիշտ կլինի, որ Արամ առաջինը ոչ թե հերակա մի ուղերձով, տեսաուղերձով եւ այլն մանրամասնի իր առաքելությունը, որովհետեւ մեր հասարակության մոտ տարբեր ընկալումներ չլինեն։ Լավը հասարակության ընկալումները թողենք մի կողմ։ Ենթադրենք հոգևոր կամ պետական բարձրաստիճան պաշտոնյան երբեմն զոհաբերելով իր իմիջը շատ կարևոր առաքելություն ստանձնում է։ Բայց Արամ կաթողիկոսը պիտի նկատի ունենա, որ եթե հստակ գնահատականներ չնչեցնի, իր քայլը ուղղակիորեն գրեհիկ կերպով շահագործվելու է իշխանության կողմից։ Որ ասացիք պայմանավորվածություն, ինչ պիտի տա Փաշինյանը կաթողիկոսին եւ ինչի շուրջ կարող են պայմանավորված լինել։ Գիտեք, ես դժվարանում եմ դավադրության տեսությունների մեջ մտնել, բայց Աստված մի արածի, եթե այնուամենայնիվ վատ սցենարի հետ գործ ունենք, օրինակ կարող է գործարք տեղի ունենալ Սփյուռքում տարբեր թեմերի նկատմամբ Անտիլիասի վերահսկողության մեծացման ուղղությամբ։ Կոպիտ ասած, մեր եկեղեցին Մայրաթորը Էշմիածինը Նիկոլ Փաշինյանը սարքի մաքուր հայաստանյան եկեղեցի, որպեսզի վերահսկողություն կարողանա հաստատել, Սփյուռքի ազդեցությունը թողելով Անտիլիասի։ Ես կարդացել եմ, որ որոշ մարդկանց մտահոգությունը հենց սրա շուրջ էր պատտվում, բայց ես հույս ունեմ, որ մեր հայրապետներից մեկը ազգային բարձր իդեալներով է առաջնորդվում Արամ կաթողիկոսը եւ նրան խորթեն այն արատները, որոնք բնորոշ են աշխարհիկ էլիտաներին։ Պարոն Սուրենյանց, ձայնագրությունների հետ կապված ամեն դեպքում մի բան ինձ համար մութ է եւ կուզենամ ձեզ լսել։ Սրբազան պայքարը եղավ եւ եթե ինչպես դուք ասացիք 2018-ից այդ ձայնագրություններին տիրապետում է Փաշինյանը, այսինքն եկած օրվանից անցել է գործի ԱԱԾ փոխանակ թշնամուն բանանի գաղտնազերծի մեր հայերին է այսպես ասած գաղտնալսում, եթե այդպես է, ապա սրբազան պայքարի ժամանակ, երբ որ կրիտիկական էր վիճակը եւ թվում էր թե իշխանապողություն պիտի լինի, ինչի են ժամանակ մեջտեղ չհանեցին այդ ձայնագրությունները եւ հիմա այս եկեղեցու դեմ արշավի շրջանակներում է դա իրականացվում։ Եկեք տարբեր հարթությունների հետ գործ ունենք։ Սրբազան պայքարը այնուամենայնիվ բացահայտ քաղաքական պայքար էր, դա։ Եվ իշխանությունը որոշեց այլ մեթոդով դրա դեմ պայքարել, եւ շատ արագ նրանք հասկացան, որ շարունակվող օրակարգ չկա։ Եվ շեշտը դրեցին այսպես կոչված մաշեցման տակտիկայի վրա։ Եվ այդ ժամանակ ըստ երևույթին քաղաքական որոշում չկար կաթողիկոսի հետ կապված, հա։ Այս բոլոր հակաեկեղեցական քայլերը սկսած ապրիլ-մայիսից ինչի համար են արվում։ Կաթողիկոսին հեռացնելու։ Այդ թվում Մկրտիչ Սրբազանի Արագածոտնի թեմի բոլորի առաջնորդի բոլորի հիմա իմ ձերբակալություն մեր Սրբազան հայրերից 3-ը ԱԱՑ-ում են, այսինքն չգիտեմ կոնկրետ Մկրտիչ Սրբազանը ԱԱՑ-ում։ Հա, Մկրտիչ Սրբազանի հետ կապված տեղեկություններ։ Ահա, մյուս երկուսը, որոնց հետ ես անձնական շատ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, չնայած շատ հարցերում քաղաքական իրենց հետ համաձայն չեմ եղել, Բագրատ եւ Միքայել Աչապյան Սրբազանների հետ գտնվում են ԱԱՑ մեկուսարանում։ Հիմա երրորդը Մկրտիչ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանով
կրկնակի մեսիջ են հասցեագրում կաթողիկոսին, որտեղ այնուամենայնիվ չմոռանանք, որ զարմիկն է։ Այո։ Ահա, եւ արդեն ուղակի մեսիջ է սա։ Կասկած չունենաք, ես իդեպ վախենում եմ հերթական կանխատեսումս իրականություն դառնա, ինչի համար շատ տխուր եմ։ Ես առաջի քաղաքական գործիչն եմ, որ ասել եմ, որ կաթողիկոսի նկատմամբ կամպանիան վերջնական փուլ կմտնի Արշապատի ընտրություններին զուգահեռ, որովհետև իշխանությունը թվում է շատ ամուր է, ինք այդքան ռեսուրսներ չունի, փորձելու է ռեսուրսի կոնսոլիդացիա անել երկու նպատակի սպասարկելու, երկու process-ի սպասարկելու նպատակով։ Քարոզարշավ ուժերի բան տեղակայում են։ Հաջորդ շաբաթը կամ առաջիկա 10-օրյակը ցավոք սրտի շատ թեժ է լինելու Հայաստանում։ Այդ առումով ես նույնիսկ անհարմար եմ զգում դրա մասին խոսել։ Հարձակում վեհարանի վրա։ Իդեպ հոկտեմբերի 27-ն են մատնանշում, որովհետև հենց այդ օրը սիմվոլիզմի հետ կապված, որ այդ օրը գահակալության օրն է, հա։ Չբացառենք դա, բայց սա այն դեպքը չի, որ սիմվոլիզմի շատ մեծ նշանակություն դիտրվի։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը համար պրինցիպիալ է դա 25-ին տեղի կունենա, 27-ին թե 29-ին։ Այդքան էլ դա սկզբունքային խնդիր չի, բայց քրեական գործը չէր կարող դատարկ կառուցվել։ Ընդ որում այս քրեական գործը իրենք փորձելու են, քանի որ ձայնագրություններ ունեն եւ այլն, փորձելու են տաք հետքերով կամ հասնել քրեական հետապնդման կաթողիկոսի, տարբերություն այստեղ մի էլ դրեք, տանեն կալանքի թե չեն տանի, արդեն փաստը որ վեհապարի դեմ քրեական գործ լինի, դա արտառոց է, կամ էլ շանտաժի ուժով հասնեն նրա հրաժարականին։ Ես հույս ունեմ, որ վեհապարը հրաժարական չի տա։ Անկախ նրանից, թե ինչ ձայնագրություններ կհանեն մեջտեղ։ Իհարկե։ Ինչով կսպառնան։ Իհարկե, որովհետև այլ բան, գիտեք, այդ ամեն ինչը ձև ունի։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը անկեղծ մղումներ ուներ եկեղեցու հետ կապված, այդ կարելի էր անաղմուկ անել, 1000 մի ձև կար։ Այո։ Բայց մենք ստեղ տեսնում ենք շատ հստակ, գիտեք, շատ պարզ եկեք, հա, եկեք իրեր իրանց անունով կոչենք, կաթողիկոսի անձի խնդիր նույնիսկ չի։ Ինքը չի հանդուրժում եկեղեցու այն կարգավիճակը, որ ունեցել է երրորդ հանրապետության տարիներին եկեղեցի։ Ինքը ինչպես անվանեցին պետության մեջ պետություն։ Տեսություն իրական Հայաստանի, հիմա եկեղեցուն պիտի բերի հարմարացնի այդ իր չպետության կոնցեպցիային, հա։ Այսինքն խնդիրա դրել կրտելու եկեղեցին, շատ պարզ ասենք, ոնց է մենք մի ունենք վարչապետինքից մի պահ կամ բան ունես, ԲԴԽ ունես, վարչապետինքից ինչ-որ դատական բան։ Այսինքն դնի այնպիսի կաթողիկոս, որին SMS-ով կարողանա ընդունել, ազատել, WhatsApp-ով նամակներ գրել ու այդպես։ Այդ որ բանը Ենթակա կառույց։ Հա, ենթակա կառույց, ոնց որ տարբեր ոլորտներում անկախ կառույցները ըստ էության դարձել են վարչապետի գրպանի խաղալիքը, նույն ձևի փորձում անել եկեղեցու հետ։ Իսկ այն ինչ գտան չհրկիզվող պահարանում Մկրտիչ Սրբազանի, դա ձեզ համար արտառոց էր։ Այդ արծաթե ձուլակտոր էր, բանի բենզինի կտրոններ, փողեր։ Դե հիմա պատկերացրեք, իշոր մարդ եկել է մեզ խոզարկելու։ Հիմա մեր գրպանից կարող են անել եւ փողեր, եւ իշոր զարթեղեն եւ չգիտեմ ինչ։ Գիտեք, դա ինչ կապ ունի քրեական գործի հետ։ Չէ, դա հանրային կարծիքի վրա ազդելու միջոցներ են։ Պատգամավորներն էլ կիսվում էին այդ նկարով, ասում են, ահա, տեսեք, եկեղեցու հետ այս ամեն ինչը, այս նյութապաշտ բանը սրբազանները ինչ կապ ունեն եկեղեցու։ Բայց հո չէին գնացել այնտեղ ինստիտուտ չէ։ Հա, բա հո չէին գնացել Մյուրոնը նկարեին, հո չէին գնացել նշխարները նկարեին, խաչը նկարեին, նկարել են ինչ իրենց պետքա գցել են համացան։ Այսինքն հանգանակության ինստիտուտ կա։ Շատ եկեղեցու այցելուներ հանգանակություն են անում։ Այո, նվիրատվություններ են անում։
եկեղեցում գումար չլինի կամ այդ բաները չլինեն կամ դա գիտեք էլի եմ ասում հա իհարկե հասարակությանը փորձում են օլիգարխիկ հոգևորականության բան ցույց տան պատկեր ցույց տան շոր տպավորություններ բան ինչ որ զանգվածի մոտ հասարակության որը անհրաժեշտ կրթական ցենս չունի կամ սոցիալական ու բարոյական բավարար ցենս չունի դա կարող է ազդել ու այն մասայի վրա, որոնք փողը այդպես հերոստատեսությունից են տեսնում, այդ մասայի վրա էլ դա կարող է շատ վատ ազդեցություն թողնել, որովհետեւ մարդիկ ասում են, ինչի՞ մեր գրպաններում փող չկա, ահա, այս սրբազանի սեյֆում այսքան միլիոններ ա եղել, ասում։ Անվար Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքը իրան։ Ես մի բան եմ ուզում հիշեցնել։ Երբ որ որոշ ընդդիմախոսներ 2018 թվականի աշնանը կարծեմ, օրինակ ասում են, որտեղից ԿՊ տեխնացու այն ժամանակ ԿՊ տեխնացուներ ինքը Հայկ Մարությանին հա Չեխիայի բանի տները հարցեր էին տալիս շնաց այդ հարցերի մեծ մասը այս տեղին չեմ համարել Նիկոլ Փաշինյանը այն վաղ շատ ռացիոնալ շեշտադրումներով ասում էր պիտի մեր հասարակության մեջ վերացնենք այն բանը որ հասարակությունը հաջողակ մարդկանց չի հանդուրժում եւ այլն որ մարդը իր տաղանդով աշխատել է եւ այլն այսինքն ինչի է ընդունված կարծիք որ պիտի եկեղեցին անպայման աղքատ լինի ժուժկալությունն ու աղքատությունը չի կարելի նույնացնել այո մենք պիտի հոգևոր դասի ժուժկալություն պահանջենք եւ մեր հոգեվարականների մեծ մասը ժուժկալել են բայց դա կապ չունի աղքատության հետ մարդը կարող է հարուստ լինի, բայց ժուժկալ կենցաղավարություն ունենա, չէ՞։ Դա դաստիարակության հետ ունի, վարքագծի հետ կապ ունի։ Հասկանում եք։ Պարոն Սուրենյանց, մի դեպք էլ տեղի ունեցավ այս շաբաթ, կուզենամ դրա մասին էլ ձեր կարծիքը լսեմ, Կոչուբաևին փաստաբան գցեցին ասֆալտին, այսպես գետնին տապալելով, տեսարաններ ապահովելով, մասկի շոու, այսպես ասած, ձերբակալեցին, կալանավորեցին։ Ինչի համար է սա ընդ որում մի ստատուսի համար, որտեղ իհարկե կոշտ բառապաշարով գրառում էր արել ընդհանրական քննիչների, դատախազների մասին։ Այդ տիպի ստատուսներ, եթե փնտրենք վարչապետի կենսագրության 18-ից սկսած, բազմաթիվ հազարավոր կգտնենք։ Կոչուբաևն քիչ հայտնի փաստաբաններից է, որին ես անձնապես չեմ ճանաչում, պարզ ասեմ, բայց իմ ամուր զորակցություն եմ հայտնում նրան, որովհետև սա աննախադեպ խայտարակություն է, ձերբակալության ձևը եւ մոտիվը արարքը համել արարքի համար խոսքի համար հիմա գիտեք այդ խոսքը կարող է իմ ճաշակով չլինի ձեր ճաշակով չլինի մի անգամից ասեմ բովանդակություն ընդունելով հանդերձ ինչ ինքը գրել էր այդ բանը զուտ շարահուսական տեսակետից կամ ձևակերպումների տեսակետից հա այդ իմ ոչը չի բայց մեկը դա խոսքա որին չի կարող գործողություն հաջորդել ընդ որում կարծիքը այսինքն կարծիք հայտնելը կամ այլակարծությունը դարձել է քրեական հանցանք բայց եկեք միամիտ չլինենք հա օրինակ եթե Կոչուբաևը փաստաբան չլիներ եւ իր ընդդիմադիր հայացքներով հայտնի չլիներ նրան այդ ձևով չէին կալանավորի բնականաբար ասենք կանչային քննչական կոմիտե այնտեղ կորոշեին կալանավորել դա պետք էր վախեցնելու համար երկու խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը նախ ինքը անցնում է բացահայտ ավտորիտար կառավարմանը այլակարծության բոլոր կենտրոնները ճնշվում բոլոր դա կլինի ԶԼՄ թե կլինի փաստաբան թե կլինի դիմադիր քաղաքական գործիչ չմոռանանք որ նմանատիպ մի բանի համար մարդուն 2 տարվա ազատազրկման են դատապարտել խոսքս Միքայել Սրբազանի մասին է բայց այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ է լուծում իշխանությունը տեսեք դատական համակարգը ամբողջովին կրպանային դառնալ չի կարող եթե դատական գործընթացի սուբյեկտներից մեկը անկախ է խոսքս այս դեպքում փաստաբանական ինստիտուտի մասին է ուրեմն ինքը հիմա հասավ այդ ինստիտուտին սա հստակ մեսիջ էր ինքը հասնում է այդ ինստիտուտին փորձելու է նաև այդ ինստիտուտը նազանդեցնել տարվա սկզբին կարծեմ հարկային օրենսգրքում փոփոխություններ արեցին որպեսզի այդ փաստաբանական ծառայությունը դժվարամատչելի դառնա հասարակության լայն շերտերի համար տեսան դա բավարար էֆեկտ չի տալիս հիմա անցել են շատ կոնկրետ թիրախավորումների մենք տեսնում ենք Կոչուբաևի ձերբակալությունից բացի ինչպես է
իշխանական պրոպագանդան թիրախավորում բոլոր այն փաստաբաններին, որոնք պաշտպանում են ընդդիմադիր գործիչների շահերը։ Նույնականացնում են նրանց հետ Այո, նույնականացնում են, շատ էժան գնահատականներ են տալիս, փորձում են այդ մարդկանց գրդոնչիներ որպես ներկայացնել, բայց պրոֆեսիոնալների հետ գործ ունեն, որտեվ դա է ոսկորն է, որ մնացել է իշխանության բգին, այսինքն իրանք չեն կարողանում դատական համակարգը լրիվ իրենցով անել, որտեվ փաստաբանները, մանավանդ լավ փաստաբանները, դատական համակարգի ավտորիտար բոլոր նկրտումները ջրի երես են անում։ Եվ ի ցույց է դրվում այս իշխանության ավտորիտար բնույթը, չէ՞։ Դրա համար հիմա իրանք փորձում են ամեն ինչ անել, այն մի մարդու Չնայած նա հայաստանցի փաստաբան չէր, Ամստերդամի մի անմեղ արտահայտություն դարձրել էին։ Հա, գրոհել Հայաստանին, հա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, էլի։ Ոչ բանակի հրամանատար Ամստերդամ, ոչ պետության ղեկավար է, ոչ հրթիռներ ունի։ Լավ, այդքան հասարակության գիտակցությունը բռնաբարել, որ ներկայացնել, որ այդ մարդը ուղղակի գրոհի մասին է խոսել Հայաստանի նկատմամբ։ Կներեք, այդ նշանակում է իրանք իսկապես մեր հասարակությանը չեն արվում։ Իդեպ, երբ որ կներեք այս արտահայտության համար, ոչ եթերային բառի համար, բայց Փաշինյանը երբ որ շինել բառներ ասել ընդդիմադիր գործիչների հետ կապված, հենց այդ համատեքստում իրենց падգամավորները լծված էին այն գործին, որ ԶԼՄ-ներին բացատրին, որ շինել նշանակում է կառուցել եւ շինարարության իմաստով է դա օգտագործել, այսինքն երբ որ ակնհայտ բառերը իրենք այդ հոմանիշներով են բանանում, իսկ այս դեպքում գրոհելը ակնհայտ հասկանալի ինչ համատեքստում է ասել մարդը, իրավաբանը, ինչ առումով պիտի ասել, որ ասել էր Սրբազանը դոփում է իր քերու կնգան, նկատի ունի, որ ծաղիկ է նվիրում։ Այսինքն հասկանում եք, այդ լուրջ չի։ Կան տերմիններ, արտահայտություններ, որոնք գրեհիկ են, այո։ Ու հանրային ընկալում կա դրանց հետ կապված։ Գրեհիկ տերմինները որպես կանոն Նիկոլ Փաշինյանն է շրջանառու դարձնում։ Բայց այդ տերմինները հնարավոր չի, իրանք այլակարծության, տարակարծության տեղիք չեն։ Այո։ Պարոն Սուրենյանց, դուք շատ լավ ճանաչում եք եւ Փաշինյանին, անձնական շփումներ ունեցել եք, եւ Լևոն Տեր-Պետրոսյանին, էլի անձնական շփումներ ունեցել եք։ Ես կուզենամ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյան հերրակա այս արճակատումների մասին ձեր գնահատականը նաեւ լսել, եթե գիտեք, երբ որ հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը կաթողիկոսի հետ հանդիպում ունեցավ, սա հունից պարզապես հանեց Փաշինյանին ու հատկապես այդ օրվանից սկսեցին գրառումների շարք Լևոն Տեր-Պետրոսյանին նվիրված, որ պարզ է ընտրակեղծարար անվանեց Տեր-Պետրոսյանին, ասաց պիտի քո նման ժողովրդատյաց կեղծարարի, կեղծավորի մոտ գնայր այս տիպի արտահայտություններով եւ կաթողիկոսին եւ Լևոն Տեր-Պետրոսյան բնորոշեց, ասաց բա ուր էին ձեր երեխեքը, որ չէին ծառայում, անգամ այս տիպի բաներով եւ Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանին իրար հետ նույն բանի մեջ վերցրեց, նույն տողի վրա վերցրեց, նաեւ ասաց, որ 96-ին դու փախար ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 98-ին փախար իշխանությունից, 2008-ին փախար ընդդիմությունից, այսինքն փախուստի դիմաց մարդ որպես բնորոշեց, այն մարդուն, որի հետ ճանապարհ էր անցել, հաց էր կիսել, որի ցուցակով դարձել էր падգամավոր, այսինքն ձեր մոտ ինչ է առաջացնում ընդհանրապես այս արճակատումը, հատկապես Տեր-Պետրոսյանի հետ կապված։ Լավ, Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասկացանք, ասում ես ավազակապետություն, չգիտեմ, թալանչի էս են, բա Լևոն Քոչարյանի Սերժ Սարգսյանի թեման նորություն չէ։ Հա, էլի նորություն չէ, այո։ Այդ հələ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի շուրթերից էլ էին կիսել, այս առումով, իսկապես նորություն չէր։ Այդ գրեյք ոճը իհարկե իմ համար ընդունելի է, ընդհանրապես նախկին նախագահների մասին շատ զգույշ պիտի խոսել։ Այո։ Որովհետև առնվազն Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը ստացել է նրանցից բավականին լավ ժառանգություն, գոնե արտաքին քաղաքական հարցերում, Արցախի հարցում եւ այլն, ու գիտենք ինչի հանգեցրել։ Հիմա անկեղծ ասած Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ այլ կալիբր է, թող ներող լինեն ինձ մյուս երկու նախագահները, այնուամենայնիվ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնադիր նախագահ է եւ բոլոր դեպքերում
շատ-շատերը նույնիսկ երբ որ Տեր-Պետրոսյանի հետ տարակարծություն են ունեցել, աշխատել են նույնիսկ նրան քննադատելուց մնալ բանի մեջ, չափի եւ տակտի մեջ, հա, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանը անկեղծ ասած ինքն էլ առիթ չի տվել մյուսներին քննադատելուց շատ ագրեսիվ ոչ որդեգրի կամ բանանի։ Հիմա բայց իր բնութագրումները մահացու կարող է լինել, այսինքն մի արտահայտություն, որը արել է ազգակործան պատուհաս, այն որ դարձել է թևավոր խոսք արդեն։ Հիմա պետք է հասկանալ Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան։ Գիտեք, ես այնքան պրիմիտիվ չեմ, որ կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանը միայն անձնական վրեժ է լուծում։ Էդ էլ կա իհարկե, հեռու չի իրանից։ Բայց անձնական ինչ կունենա։ Դե օրինակ չէ, ինքը կարող է անձնական վրեժ լուծել թեկուզ իր խղճուկ վիճակը քողարկելու նպատակով։ Ասենք առաջին նախագահի օրոք եղել է հաղթական պատերազմ, իր օրոք եղել է պարտություն։ Բայց ասում է ես խաղաղություն եմ բերել, այն ինչ որ դու չկարացար բերել։ Դե հիմա գիտեք այդ ինչի նման է, հազար ներողություն էլի, ոնց որ հիմա ես ձեզ փորձեմ մի կնոջ նկար ցույց տամ, փորձեմ համոզել, որ ինքը տղամարդ է։ Հա։ Այդ իր ակնհայտ պարտությունը ներկայացնել որպես խաղաղություն կամ հաղթանակ, կներեք էլ այդ բանականության որևէ կանոնի չի ենթարկվում կամ տրամաբանության։ Իսկ անձնականից բացի էլ ինչ կարող է լինել նրանց։ Ինքը սկսել է երրորդ հանրապետության ապա լեգիտիմացման գործընթացը։ Հիմա տեսեք, դա չի կարող տեղի չունենալ, եթե ինքը չփորձի երրորդ հանրապետության հետ կապված ամեն ինչը հարժեզրկել։ Իսկ որ ասում են երրորդ հանրապետության առաջին հերթին մեր հիշողության մեջ գալիս առաջին նախագահ հռչակագիրը պատմական բաներ են, չէ՞։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը եւ այլն եւ այլն։ Հիմա եթե շատ ուշադիր լինեք, տեսնեք, որ այս բոլոր ուղղություններով իշխանությունը տոտալ գրոհի է անցել։ Այսինքն նաև այս տրամաբանության ու առաջին հերթին այս տրամաբանության մեջ դիտարկեք Տեր-Պետրոսյանին թիրախավորելը երրորդ հանրապետության ապամոնտաժման կամ երրորդ հանրապետության քաղաքական հիմքերը ոչնչացնելու կամպանիայի մեջ է տեղավորվում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ սկսված այս գրեհիկ արշավը եւ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որը արդեն ներքաղաքական խնդիր է։ Ինքը փորձում է 3 նախագահներին տեղավորել մի նավակի մեջ, որովհետև հաշվարկել է, որ այդպես այդ նավակը ավելի շուտ կարող է խորտակել։ Այսինքն, որպեսզի հասարակության մոտ նախկիններ, ներկաներ, բանը էլի կարող կոնտրաստը մեծ լինի, հա, ծանր է։ Ստեղծի, որ երրորդ նախագահները միասնական իր դեմ ինչ-որ դավադրություն են անում, ինքն էլ դրան հերոսաբար դիմակայում է եւ այլն եւ այլն։ Նաև այս տրամաբանությունն է գործում։ Ես կարծում եմ, դա նախագահների կողմնակիցներին էլ եմ ասել, ասիմետրիկ պատասխան տիրենք տան Նիկոլ Փաշինյանին։ Ոչ թե ուղղակի նրա այդ վեճի մեջ մտնեն, պետք է փորձեն այլ օրակարգերով խոսելի դարձնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուզածը հենց այդ է, որ ամբողջ օրը ինքը նախկին նախագահների մեջ վեճի մեջ լինի եւ այլն։ Հա, եկեք հետս բանավեճի չունեք ասելու, չունեք խոսալու, հա։ Իհարկե։ Հա, պարզ է։ Ինձ թվում արդեն մոռացել է նույնիսկ ինչ թեմայով էր կանչում բանում մեջ։ Չէ, իսկապես եմ ասում։ Հա, արդեն էական չի։ Մենակ եկեք։ Կոնֆրոնտացիոն մոդելը անգամ իր խցում հասարակության տարբեր խմբերին իրար դեմ հանելը, հա, այդ խցում ես էլ եմ եղել։ Շատ վարտարոս խուս չի, ուրեմն ասեմ, այդ խուցը Վանոյի խուց անունով է հայտնի։ Որտեղ Այսինքն Փաշինյանին տարել էին Վանոյի խուց։ Այդ գիտեք 80-90% դեպքերում, երբ որ քաղաքական գործիչ է կալանավորվում, իջև հիմնական խուզ գնալը այդ խցով անցնում։ Հա, հասկացա։ Հա, որովհետև ասում էր կարող եք նաև իմ խցում բերել հետները ձեր Բագրատ եւ Միքայել Սրբազաններին ում ուզում եք բերեք, եկեք հետս բանավեճի, դե պարզ է եւ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների արձագանքը։ Հետո մյուսները կարող է հեռանան, իրան թողեն այնտեղ։ Հա, իր տեղում, այսինքն, այդ առումով։ Դե բնականաբար։ Պարզ է, պարոն Սուրենյանց, ներքաղաքական իրադարձություններին անդրադառնանք, հետո կխոսենք նաև ձեր անելիքների հետ կապված, նախ
քաղաքական հայտ չասեմ հələ որովհետև իրենք ասում են դեռ կուսակցությունը քաղաքական ստեղծված չի, բայց մեր ձևով շարժման հետ կապված 3 հանրահավաք էր, հայտարարվեց, որ Սամվել Կարապետյանը կգլխավորի կուսակցությունը, կլինի կուսակցության առաջնորդը, վարչապետի թեկնածուի շուրջ ասել են կհայտնենք, թե ով է, արդեն տարբեր թեկնածուներ առաջ են գալիս, վարկածներ, ովքեր կարող են լինել։ Ինչ հնչեց երեկվա հանրահավաքին, հայտարարվեց, որ մարդիկ հանրությունը անելիք ունեն, Նարեկ Կարապետյանն ասաց, որ ՔՊ-ն շանս չունի, իշխանափոխություն կարող է լինել մի քանի քայլի դեպքում, դուք ձեր բարեկամներին, մնացածին, ձեր շրջապատի մարդկանց փորձեք դարձի բերել, այսպես ասած, աչքերը բացել, այս դրվագները այսպես մատնացրեցին, եթե ամբողջ բանը մեխերը ասեցի, նախ հանրահավաքից դուք ինչ տպավորություն ստացաք, ինչ սպասելիքներ կար ու ընդհանրապես մեր ձևով շարժման հետ կապված շատ են գնահատականները, որ լուրջ մրցակից է որպես Փաշինյանի եւ կարող է միայնակ 50+ ձայն հավաքել, ձեր կանխատեսումները։ Տեսեք, երկու խնդիրը եկեք իրարից տարբերակենք, Ես ամբողջովին զորակցում եմ Սամվել Կարապետյանին եւ նրան համարում եմ քաղբանտարկյալ, այսինքն այս հարցում միանշանակ եմ դիրքորոշումը եւ առաջին իսկ օրից ես ասել եմ, որ նա կալանավորվել է բացառապես քաղաքական դրդապատճառով, դեռ իրավունք չկա իմիջիալոց այդ հոդվածով Երրորդ հանրապետության առաջի կալանավորը ես եմ եղել։ Հեռավոր 2004 թվականի։ Ես այդ հոդվածով ես եմ կալանավորվել առաջինը, բայց ես կուզեի հիմիկվա քաղաքական կալանավորները ինպես աջակցություն ստանան, թե հասարակության կողմից, թե միջազգային հանրության կողմից։ Ինձ իշխանությունը այն բռնապետական ընդհանրապես 2 ամիս կարողացավ պահել, շատ ուժեղ հասարակական ճնշում կար եւ շատ ուժեղ։ Բայց հիմա կա այդ ճնշումը հասարակության կողմից։ Այդ ժամանակ աննախադեպ ուժեղ էր։ Ավելի։ Իհարկե, հազարավոր մարդիկ ամեն օր ցույցեր էին անում։ Ուղղակի երևի նաեւ այն ժամանակ բայց այն ժամանակ օրինակ շատ չէին այդ օրինակները։ Իմ ունգերներից աջակցելու համար մեծանուն բանաստեղծուին մեր Սիլվա Կապիտիկյանը հետ վերադարձրեց իր ստացած պարգևները, այո, եւ բանաստեղծություն նաեւ գրեց, որը պատկերացնում եք այդ կարգի մեծանուն մտավորականի աջակցությունը, բայց վիճակ էր փոխում իսկապես։ Հիմա չկա այդ վիճակը ակնհայտորեն։ Այո, հասարակությունը ընդվզում է, հասարակությունը այդ մարդկանց համարում է քաղաքականավոր, բայց բավարար չի ճնշում, բոլորս էլ հասկանում ենք այդ։ Հիմա գանք քաղաքական մասին։ Գիտեք, մեր ձևով շարժումը կարևոր չի, երբ կուսակցություն կդառնա, որտեղ ինքը արդեն քաղաքական հայտը ներկայացրել է, երբ որ ընտրություն, կուսակցություն, հաղթանակ ընտրություններում արտահայտություններ անում, դրանք արդեն քաղաքական արտահայտություններ են։ Ես մի առիթով ասել եմ, հնարավոր չի մաթեմատիկայի բանաձև լուծել, խնդիր լուծել քիմիայի բանաձևերով։ Ես իրանց խորհուրդ կտամ այդ ապաքաղաքական բաներից մի քիչ դուրս գան, որովհետև իրանց արածը եւ դա շատ լավ է, քաղաքականությունն է։ Բնականաբար ես այդ թիմում չեմ, շատ չեմ ուզենա այդ թիմի մասին ծավալվեմ, իրենց կարող եմ հաջողություններ մաղթել, բայց Հայաստանում որևէ քաղաքական ուժ այդ թվում ԿՊ-ն, եթե չկեղծվեն ընտրությունները, 50% գումարած մեկ չի կարող ստանալ։ Ուզեն թե չուզեն, պիտի համագործակցեն։ Անդիմադիրները իրար հետ գումարած մեկ օրինական ընտրությունների պարագայում որևէ մեկը չի կարող ստանալ։ Դա բացառված է ուղղակի, որովհետև առաջ փոխված քաղաքական ուժ որպես այդպեսին, որ մյուսներին էլ կոնսոլիդացնի, մենք առայժմ չունենք։ Ու չեմ կարծում առաջիկա 8 ամիսներին նման բան լինի, մանավանդ որ ես տեսնում եմ 4-5 ազդեցիկ ընդդիմադիր բևերներ մասնակցելու են, վատ էլ չի դա, վատ էլ չի, որովհետև ամեն մեկ իր սեգմենտը ունի, հետևաբար այտենց հեշտ հաղթանակներ չեն լինելու։ Իշխանությունն էլ 50% գումարած մեկ չի կարող հավաքել, եթե չգնա ընտրությունները կեղծելու։ Դա բացառված է ուղղակի, որովհետև իրանց վարկանիշը լավագույն դեպքում 15-20%-ի շրջանակներում է, լավագույն դեպքում։
հա այդ խաղաղություն կոչվող ապրանքը ժողովրդի վրա ծախում են, փորձում են ինչ-որ մի քիչ վարկանիշ բարձրացնել, բայց դա 50% գումարած մեկի չի հասնելու։ Հիմա, բայց մի շատ սկզբունքային հարց կա։ Առանց այդ սկզբունքային հարցը լուծելու օրինական ընտրությունների մասին խոսակցությունը անիմաստ են։ Տեսեք, երբ որ երկրում քաղ կալանավոր կա, ընտրությունների օրինականությունն ու դրանց մրցակցային բնույթը դրվում են կասկածի տակ։ Հնարավոր չի։ Մանավանդ որ կուսակցությունների առաջնորդներ լինեն, որոնք ԱԱԾ-ի падվալներում կլինեն։ Տեսեք, ստեղ միած սկզբունքային բան կա։ Հավասար չի դա։ Հնարավոր չի ազատ մրցակցային ընտրությունների մասին խոսալ, երբ որ կա քաղ կալանավոր։ Որովհետև եթե մի հատ շարքային մարդ, որը շատ համակրում է, ենթադրենք դեմոկրատական այլընտրանք կուսակցությունների շարքային մարդը եթե տեսնում է, որ խոսք ասելու համար սրբազան է, ազատ զրկված։ Ինքը ազատ չի արտահայտվի եւ կաշկանդված չի գա մասնակցի, որտեվ առնվազն մտածելու է, աշխատանքից ազատելու են իրեն։ Այո։ Կաշկանդված։ Հետևաբար, միջև ընտրություններում ամեն մեկս մեր շանսերն ու հնարավորությունները գնահատենք, ինչը վատ բան չի։ Ցանկացած կուսակցություն պետք է ինչ-որ մինիմալ եւ մաքսիմալ նշաձողեր ունենա, բայց միջև այդ գնահատելը շատ ճիշտ կլինի բոլորովս միասին, կարծեմ այդ հարցում տարաձայնություն չպետք է լինի։ Հասնենք նրան, որ քաղբանտարկելներ ազատ արձակվեն։ Դե էլի եմ կրկնում։ Մինչև ընտրությունների կեղծիք հիմքերը հենց հիմա են դրվում։ Երբ որ կան պատանդարված մարդիկ, այս մարդիկ պատանդ են։ Այդ քաղաքական բանտարկյալը մենք դասական տերմին ենք օգտագործում, ըստ էության իրանք պատանդ են։ Պարոն Սուրենյան, տեսեք մեր ձևովի հետ կապված ինչի իմ ուշադրությունը գրավեց, որ եթե նախկինում ընդդիմադիրների կողմից խոսույթը էր, որ սրանք դավաճան են, սրանց հետ չկա կոմպրոմիս բան, մեր ձևովի հավաքի ժամանակ հնչեց արտահայտություն, որ երկու պաշտոն կարող ենք տալ ՔՊ-ին։ Բայց ամեն դեպքում միջանցք էր կարելի է համարել։ Միջանցք Պիտերբի Փաշինյանին։ Կարծեմ անկախ նրա արածներից ենք այս թեմայից խոսել։ Հա։ Տեսեք, եկեք զուտ քաղաքական էմոցիոնալ պատկերացումը քաղաքական դիրքորոշումից որտեղ կա պետական մտածողության էլեմենտ իրարից տարբեր են։ Եթե հիմա մենք բռնենք համատարած ասենք, այ գալու ենք, ձեզ կախենք, ձեզ փակենք, ձեզ նստացնենք, ձեզ դա ընդհանրապես բերելու է նրան, որ իշխանությունը ավելի կոնսոլիդացված դառնա եւ ամեն գնով պահի իշխանություն։ Ամեն գնով։ Այդ թվում այրուն հեղելով, այդ թվում էս անելով, այն անելով։ Այդ հումանիտար միջանցքի հնարավորությունը պիտի տաս առնվազն, որպեսզի իշխանության ներսում պոտենցիալ դաշնակիցներ կարող ունենաս, սա մեկ խնդիր, եւ երկրորդը, որպեսզի իշխանության առաջի դեմքը իշխանության մյուս սեգմենտների պատանդի կարգավիճակում չպահի։ Սա պարտադիր է։ Եկեք շատ լուրջ էլի այս հարցի մասին մտածենք։ Մեզ պետք է որ մեր երկրում խաղաղ եւ անցնցում անայրուն իշխանափոխություն լինի, թե մեզ պետք է ինչ-որ դրամատիկ արյուն եւ ինչ-որ նոր բան, որից կավատշտամին օգտվել լինի։ Իհարկե։ Ուրեմն եկեք, հա, իհարկե հասարակության ընդդիմադիր սեգմենտը հիմա այս կլսի, կասի, ինչ եք մեր խոսում, բայց ես կողմ եմ հումանիտար միջանցք տալուն իշխանության ընդհանրապես մի պատճառով, որպեսզի այն փոփոխությունները, որոնց շատ ձգտում ենք, անայրուն տեղի ունենան, անցնցում տեղի ունենան եւ երկիրը չենթարկվի նոր ցնցումների, հա, նոր արյունահեղության, նոր մարտի մեկեր եւ այլն եւ այլն։ Հիմա սա ամենևին չի նշանակում, որ հետո չես կարող պատժել իրավական ճանապարհով, օրենքի սահմաններում քննություններ անել եւ տարբեր պաշտոնյաների իրավական գնահատական տալ կամ նրանց արարքներին։ Բայց շատ լուրջ մենք պետքա մտածենք։ Մենք իսկապես անցնցում ճանապարհով զարգացման վեկտորի ճանապարհին ենք դուրս ուզում գանք, թե այս վենդենտաների բանը անդադ շարունակական լինի։ Ես առաջի տարբերակի կողմնակիցն եմ եւ բարիկադներ սարքում Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր ռացիոնալ ուժը, որը հավակնում է իշխանության, դա կլինի մեր ձևովը, թե կլինեն այլ քաղաքական ուժեր, հա, մենք կամ մյուսները, իսկապես պետք է մի քիչ ռացիոնալ ծրագրային հենքով
հանդես գանք, որը տանելու է հանրային համերաշխությանը, բարիկադների վերացմանը։ Դուք էլ եք, չէ, հոգնել, ամբողջ հասարակությունը ստրեսից հոգ։ Տեսեք, Փաշինյանն էլ նախկիններին հո չէ ասում, ես վենդետաների ճանապարհով եմ գնում, ինքն էլ նույն կերպ ասում է, ես իրավական օրենքի ճանապարհով, բայց մենք այդ ձեր ասած արյունը մի ուրիշ իմաստով տեսնում ենք։ Մի նախադասությամբ ընդամենը ասեմ, որ ինքը օրինական ճանապարհով չի գնում։ Օրինական երկրում ԲԴԽ նախագահը SMS ստանալու իրավունք չունի գործադիրի ղեկավարից։ Դե այդպես լիքը բան կարող ենք մատնանշել դատարանների շրջափակումը, Սամվել Կարապետյանի ձերբակալության կամ որևէ այլ հայտնի գործի ձերբակալության օրը Նիկոլ Փաշինյանը ինչ գրառումներ է անում։ Այո։ Մասնակցելը կտենը ասա ձեր համարյա լայվի ռեժիմով Նիժնի տապրի գեղը, հա, այդ տիպի բաներ։ Ընդ որում չէ մտածում, որ ասենք ներքաղաքական հաշիվներ մաքրելու համար նպատակով, հա, ինքը անուղղակիորեն վիրավորում է նաև Ռուսաստանին, այդ քաղաքի ժողովրդին կամ բան, իր համար դրանք երկրորդական հարցեր են։ Ձեր անելիքների հետ կապված, պարոն Սուրենյան, ասես ամփոփելով մեր զրույցը, դուք առաջարկ Հայաստանին ծրագրին եք միացել, Գագիկ Ծառուկյանի հետ ճանապարհ եք անցնում, ի՞նչն է ձեզ միավորել Ծառուկյանի հետ ու ընտրությունների դաշինք սա կարող ենք ասել։ Դե եկեք ընտրությունների ձևաչափերի մասին կարծում եմ շատ շուտ է խոսալը, այդ իսկապես շատ շուտ է խոսալը, մանավանդ որ մեր հայտարարության մեջ շատ հստակ էր սա։ Նախ մենք Գագիկ Ծառուկյանի հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, դա նոր բան չի։ Ասենք 2021 թվականից հետո թիմ ընտրություններում մենք դաշինքով ենք եղել։ Գրեթե բոլոր տեղերում, որտեղ որ մասնակցել ենք։ Սա մեկ։ Բայց այստեղ ես շեշտը դնում եմ հենց ծրագրային ընդհանրության վրա։ Այդ առաջարկ Հայաստանին ծրագրային դրույթը, այսինքն ինչ խնդիր է դրվել, հա? Այս փուլում խնդիր է դրվել ծրագրային ընդհանրության հեմքով մերիտոկրատիկ թիմ ձևավորել։ Այսինքն ոչ թե թիմը սարքենք, ցուցակը կազմենք, նոր մտածենք ծրագրի մասին, այլ հակառակը ունենանք, ընդ որում դա ներքևից վերև սկզբունքով ծրագիրը ձևավորվի, մասնագիտական խմբեր, կուսակցություններ, անհատներ առաջարկներ են անելու, փորձելու ենք այդ առաջարկները իմի բերել եւ դարձնել ամբողջական մեկ ծրագիր։ Սա հասարակության եւ քաղաքական կենտրոնի նոր կոմունիկացիայի առաջարկություն հաստատության, որպեսզի այնպես չլինի, որ կաբինետներում գրվի այդ ծրագիրը։ Այսինքն այդ որ ծրագրային ընդհանրությունը կլինի, բոլորս կգանք մի ընդհանուր բանի, համախմբման, այն ժամանակ էլ արդեն կոնկրետ հարցերը, որոնք ընտրական ցիկլին են վերաբերում, որ այդ կոնկրետ հարցերը կստանան պատասխաններ։ Իսկ չեք մեղադրում Ծառուկյանին, որ պատերազմից, պարտությունից հետո լիքը քաղաքական այս գործընթացներ եղան, ինքը ըստ էության չխառնվեց այդ ամեն ինչի։ Գիտեք, եկեք այդ մեղադրանքները, գիտեք, ընտրությունների արդյունքները որոշակի լոգիկա են բերում։ Արտախորհրդարանական բոլոր ուժերն էլ պակաս դերակատարություն ունեն, որտեղ 2021 թվականին մեր հասարակությունը գնացել է այս խճանկարն ընտրել։ Հա, բայց 21-ին լրիվ ուրիշ ծրագրով է ընտրվել Փաշինյանը, եթե համարենք դա ընտրություն։ Հա, բայց հիմա ունենք խորհրդարանական խճանկար, չէ՞։ Հա, այսինքն հիմա որ արտախորհրդարանական նախկին падգամավոր է եղել, քաղաքական մեղադրանքը հարգելի Ռիփսի մեծ տերության կարող եք հասցեագրել արտախորհրդարանական հատվածի մեծ մասին, որովհետև ամբողջ աշխարհում է տենց ավելի ակտիվ են խորհրդարանական ուժերը, որտեղ նրանք քաղաքական ընտրությունների արդյունքում ինչ-որ մանդատով օժտվածություն են ունենում եւ հասարակությունը առաջին հերթին իրենցից բան ունի պահանջել։ Քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան չեն անցել, ավելի պակաս պատասխանատվություն են կրում։ Բայց մենք հիշում ենք իրենց խոստումները հանրության առաջ բեմահարթակի վրա հայրենիքը փրկելու, չգիտեմ, լորդեր բերելու, մեր տնտեսությունը զարգացնելու, չի հազար ու մի բան։ Հիշում ենք, մարդը կանգնել է մեզ խոստացել։ Էլի եմ կրկնում, 2021 թվին մեր հասարակությունը գնացել է 3 քաղաքական ուժի քվեա տվել, ճիշտ է։ Այդ 3 քաղաքական ուժերն են ԿՊ-ն,
երկու նախագահների կողմից ղեկավարվող Մհմ. դաշինքներ են, այսինքն Հայաստան եւ պատիվ ունեն։ Սա նշանակում է, որ Հիմա եթե դու- չի ընտրվել, ուրեմն հայրենիքը որ կործանվավ, Իսկ ով Արցախը ասեց- հայաթափվեց, իսկ ով էթնիկ ասեց, զտում եղավ, ինչ եղավ, ուրեմն ես պիտի ասեմ, չխառնվի։ Ես ուրեմն ասեմ, այնքան սոցիալական ծրագիր այդ թվում արցախցիների մասով, բայց նաև Հայաստանի մասով, որ իրականացնում է Գագիկ Ծառուկյանը, Մհմ. որևէ գործարար կամ քաղաքական գործիչ չի իրականացնում, ես վստահաբար ձեզ ասում եմ։ Արցախցիների մասով Իհարկե արցախցիների ինտեգրման մեր հասարակության։ Ասում եմ, այնքան ծրագիր ինչքան Ծառուկյանն է անում, սոցիալական ծրագրեր։ սոցիալականը, Իսկ հա, սոցիալական ծրագրեր ինչ եք դուք զանազանում քաղաքականություն։ բա քաղաքական Գիտեք, խոսքն է հարգելի պետք։ լսում իմ մոտ կարծիք է, որ այս Նիկոլ Փաշինյանի մցրած անտագոնիստական համակարգը նաև մեզ է վարակել։ Այսինքն քաղաքականություն համարվում է մենակ այն, երբ որ օպոնենտները իրար քաչարշուն կամ գողփիսո են ասում։ Ես չեմ ասում, որ Ա. Ծառուկյանը հելներ Փաշինյանին կամ քաչարշուն ասել կամ Ես գողփիսո, ասում եմ, այն ինչ որ կամ դավաճան կամ արել ա տականք, այս բայց իրենց անուններով կարող էր Այն ինչ կոչել։ որ արել է այս տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը, ես համարում եմ քաղաքականության դրսևորում։ Մհմ. Պարտադիր չի դա բարձրագույն հայտարարություններով անի։ Մեկ եւ երկրորդը յուրաքանչյուր քաղաքական գործիչ թիմը տրանսֆորմացնելու իրավունք չունի։ Նաեւ այդ տրանսֆորմացիաների փուլեր, կրեատիվ նոր լուծումներ գտնելու փուլեր, այսինքն հիմա առիթն է, հեսա կմոտենանք ընտրական ցիկլին, ձեր տված բոլոր հարցերի պատասխանները կլսեք։ Հա, ես լիքը Ինձ հարցեր չեք այդ առումով ունեմ իրեն, դեռ այս ընթացքում բաղ չի վիճակվել Դե որ կգա ժամանակը հանդիպել եւ հարցերի խոսելու, ուղիղ պատասխաններ դրա Երբ համար։ որ կգա ժամանակը խոսելու, կոռեկտ չեմ համարում ես իր անունից պատասխաններ հնչեցնեմ, Մհմ. ինքը կհնչեցնի պարոն Ծառուկյանի այդ խոսքերը, այդ բոլոր հարցերի պատասխանները կտա, բայց ելի կրկնեմ։ Հասարակությանը հուզող ծրագրեր պարոն Ծառուկյանից շատ որևէ մեկը չի իրականացնում։ Պարզ է։ Եթե ամփոփենք իշխանափոխության համար ինչ քայլեր են մեզ պակասում, ինչ պետք է արվի։ Ամենահետաքրքիր հարցն եք Մհմ. տալիս, որպես ամփոփում։ Նոր թիմ, արդյունավետ ծրագիր Մհմ. եւ շատ ռեալիստական ճանապարհային քարտեզ։ Այս 3 անհրաժեշտ բաղադրիչները Դա ընտրություններով հաղթելու թե արտախորհրդարանական եկեք շատ անկեղծ լինենք, արդեն ըստ էության ժամանակ չի մնացել։ պատուանը փակվել է Այդ impeachment բանն էլ Տեսեք, ես impeachment-ին կողմ եմ եղել, Ահա։ բայց այդ ամեն ինչը ժամանակի եւ տարածության մեջ չպետք է դիտարկվի։ Էլ ուշ է արդեն։ Դե հիմա օբյեկտիվորեն ժամանակը չի դնում մեզ սպասում, որպեսզի այդ բանը։ Օբյեկտիվորեն բոլորի համար ակնհայտ է, որ մի քանի ամիս հետո ընտրական ցիկլը սկսվելու է, Մհմ. եւ այդ փուլում impeachment չի լինելու։ Իհարկե, սա կնշանակի, դա էլ ասեմ, որ խորհրդարանական զույգ ընդդիմադիր խմբակցությունը տապալեցին իրենց առաքելությունը, Մհմ. որտեվ իրենցից իրավունք ունեք պահանջելու, որտեվ իրենք մանդատ ստացել են։ Մհմ. Ով Դե մանդատ իրենցից էլ չի ենք ստացել, պահանջում։ մենք չենք կարող չափել, իրենց խոստումներին տեր են եղել, թե չէ։ Բայց ինչի եք բացառում impeachment-ը, որովհետև հիմա կարող է ՔՊ-ի ցուցակում բանը պոտենցիալ չընդգրկվողները, այսպես ասած, համագործակցեն ընդդիմության հետ եւ անեն impeachment-ի, չէ եղել։ Ծերունի ավազակը, որ ցուցակում չընդգրկվի, օրինակ Անդրանիկ Քոչարյանը։ Մհմ. Ձեր կարծիքով համարձակություն ունենալու Փաշինյանի impeachment-ի թղթի տակ ստորագրել, հա։ Ինչ իմանա, կարող է Չվստահ իմացեք։ Արդեն Փաշինյանի կողը այն տեսակն է մնացել, որ տուալետ գնալուց անգամ Փաշինյանի թույլտվությունը կամ SMS-ը տիստանա։ Իրանց ոչ մեկ չի միանալու բանին impeachment-ի նախաձեռնությանը։ այն լուր Միայն պատգամավորում։ շատ ուժեղ փողոցի պարագայում, որովհետև Արնետի հոտառությունն էլ այդ մարդիկ ունեն։ Մհմ. Շատ ուժեղ փողոցի պարագայում այդ Արնետավազքը կարող է լինել, հա։ Այդ վաղ ուրիշ բան էլ կարող է լինել։ Կարող է օրինակ մի քանի ԿՊԱ-կանի տեսնեք, որ քննչական կոմիտեի մուտքի մոտ իրար ծեծում են, թե առաջին ով պիտի գնա բանի Հաղորդում ներկայացնելու։ Նիկոլ Փաշինյանի դեմ, Մհմ. բայց Փողոց գեներացնելն էլ հիմա դե հավանական եկեք չէ։ իսկապես իրատեսել ենք, էլի։ Հիմա բոլորին համակելա նախընտրական
տրամադրությունները։ Տեսեք, բացի այդ, ազդեցիկ մի շարք ընդդիմադիր սեգմենտներ, առնվազն տեսեք 4-5 ազդեցիկ ընդդիմադիր սեգմենտներ եմ ես տեսնում, ասենք Զանվել Կարապետյանի շուրջ համախմբումը, Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբումը, Սերժ Սարգսյանի ինչ-որ մոդիֆիկացիա, Ռոբերտ Քոչյանի շուրջ ինչ-որ մոդիֆիկացիա, դե Թաթոյանը հայտ ներկայացրեց, չանտեսենք նաև ազատազրկված Դոգին, որ կողմնակիցներ ունի, ամեն դեպքում, մենք չենք կարող անտեսել այդ հանգամանքը, հիմա տեսեք, այդ քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը շատ բացահայտորեն ասել է, որ պատրաստվում ընտրությունների և ընտրությունների ճանապարհով փոփոխություններ բերելուն, հա, հիմա եկեք ընտրությունների ճանապարհը սարսափելի չհամարեք, իդեպ ասեմ, այս իշխանության Աքիլեսյան գարշապարն է ընտրությունները, ամենաարժանահավատ ճանապարհն է այս իշխանությանը հեռացնելու, վստահ եղեք, մնացած Գյումրիի ընտրությունները վկա, ընդհանրապես, գիտեք ինչի, որովհետև ինչի կեղծելու ընդունակ չէ, դուք էլ ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը հələ շատ բաներ կտեսնենք, շատ բան է ընդունակ, Ինչքան վատ բան կա, պատկերացնում եք, ինքը դրան ընդունակ է։ Հետևաբար այդ բանը չէ։ Հետևաբար ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ ընտրությունների օրինականություն թույլ չտա կեղծել։ Իհարկե։ Հիմա ինչ ձեզ թվում է Գյումրիում ընդհանրապես կեղծիք չեն արել կամ չեն փորձի ավելի շատ կեղծիք անել։ Ուղղակի այդ քաղաքի մասշտաբով խարիզմատիկ գործիչներ էին ընտրապայքարի մեջ եւ ի պատիվ բոլոր ընդդիմադիրների հետ թվում մեր կուսակցության, որոնք միացան ներդաշնակ համագործակցված աշխատանքի շնորհիվ կարողացանք ԿՊ-ին պարտության մատնել, բայց դե տեսնում եք մարդը չի մարսել այդ։ Ստամոքսի քաղաքական ստամոքսի խանգարումներ ենք նկատում, այնպես որ Գյումրիում դժբախտաբար, բայց նոր զարգացումներ թերևս կլինեն։ Եթե այս առաջիկա ընտրությունների մեջ լայնորեն sense չխորանան եւ արդյունքը այլ չլինի, այսպես ասած։ Դե հիմա տեսնենք, ամեն դեպքում մենք մտնում ենք ընտրական ցիկլ։ Այ հիմա ժամանակն է, որպեսզի քաղաքական ծրագրերը կուսակցությունները արդյունավետ համագործակցեն եւ կարողանանք պոզիտիվ արդյունք ունենալ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ոնց որ առաջարկ Հայաստանին այդ ծրագիրն է ներկայացվել եւ կա քննարկում, մյուսներն էլ իրենց ծրագրերը ներկայացնեն, որովհետեւ դա գիտեք, ամեն դեպքում նպաստում է հասարակական ակտիվությանը, որովհետեւ եթե քննարկելու բան կա, այդ նշանակում է մի նոր մարդ է գալի, հասարակական մի նոր խումբ է գալի, այդ միայն դրական հնարավորությունը մեծ։ Հա, միայն դրական էֆեկտ կարող է տալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սուրենյան։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքանը, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր։ Դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ցտեսություն։